Այս հակամարտությունը քանի գնում, ասենք նորանոր ճյուղավորումներ է ստանում, մեկ-մեկ ինչ որ հանդարտվում է, Փաշինյանն է զբաղված լինում, լուսնի փուլերի հետ է կապված, լուրջ եմ ասում, ժողովուրդ, չկա մի կոռելացիա, որ գտնենք, բռնենք, ասենք, ահա այստեղից է ուրեմն փաստորեն հենց այս ինչ բանը տեղի է ունենում, պարոն Փաշինյանը ակտիվացնում է իր գործունեությունը այդ կրոնական կազմակերպության բարձրաստիճան հոգևորականների բարեվարկության մասով։ Հիմա արդեն իհարկե հայ առաքելական Սուրբ եկեղեցին բարեփոխելու մասով։ Այս իմաստով կա բան զարգացում։ Ինչ է տեղի ունեցել անցած 2 օրերին, այսօր ինչ տեղի ունեցավ եւ սրա վերջը ինչ է լինելու։ Փաշինյանին չեմ դիմում, իմաստ չունի, որովհետեւ ինքը կամակոր մարդ է, կամակորությունը վատ խասյատ չէ, էլի ճիշտն ասած, բայց թե կոնկրետ գործի մեջ լիազորությունները թողած կամ լիազորությունները մի քիչ անելով ելնել զբաղվել ուրիշ գործով, բացարձակ անընդունելի է, այս մասին շատ եմ խոսել, մարդկան նեղվում է, շատ է սիրում հարգում է պարոն Փաշինյանին, նեղվում է մի քննադատ էլի մեր ղեկավարին, в общем կյանքերս կերակ էլի, հա, այդ մարդկանց եմ դիմում, էլի, լավ ենք անում։ Հարգուդուրք ենք վճարում, որ իր գործը անի, մարդը բանու գործը թողած զբաղվում է նրանով, թե հոգևոր դասի որ անձնավորությունը ինչ բարեվարկության կանոն է թույլ տվել, աղջիկ ունի, չունի եւ այլն եւ այլն։ Վերջապես, սիրելի հայրենակիցներ, եթե համարում եք, որ ղեկավարը միշտ ճիշտ է, ձեր ապրելու տեղը Ռուսաստանն է, Կուբան է, մինչև վերջերս Վենեսուելան էր, Հյուսիսային Կորեան է, ով մնաց այնտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունն է, ճիշտ կլինի, որ գնաք այնտեղ տեղափոխվեք եւ միշտ համարեք, որ իշխանությունը միշտ լավն է, մինչև ձեր ոտները կտրորեն։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ես համարում եմ, որ ժողովրդավարության ճամփա բռնած երկիր է, լավից վատից ինչպես ստացվել է, ինչպես չի ստացվել, համեմատեք էլի Ադրբեջանի, Բելարուսի, հա, Բելարուս էլ կարող եք տեղափոխվել։ Եվ շատ կարևոր է, որ ստեղ մարդիկ միշտ պահպանեն ժողովրդաիշխանության սկզբունքը։ Նրանց ում ընտրությունների միջոցով իշխանություն են դարձրել, իշխանավոր են դարձրել, լավ իմաստով վզերից բռնած պահեն, ասեն քու գործը սա է, վերցրու ես քարը ստեղից ստեղտիր։ Իսկ ես գործը թիթեռ նկարել պատի վրա, քո գործը չէ, հարգելիս, ով ուզում է սեղի։ Ինչ աստղ ուզում ես ունեցի։ Որ սաղմոսն ուզում ես կարդա, ուզում ես օրական 6-ած սաղմոս կարդա, վերջապես քու գործը ես քարը ստեղից վերցնել, ստեղ տնելն է։ Դրա համար են քեզ լիազորել։ Մարդիկ դրա համար են լիազորել իշխանությանը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։